Ես Պետրոսյան Մարիամն եմ, ծնվել եմ Պրոշյանում, առաջիններից մեկն եմ, որ հենց Պրոշյանում եմ ծնվել, սովորել եմ Պրոշյանի միջնակարգ դպրոցում, աշխատել եմ Պրոշյանի դպրոցում, մի խոսքով, լավ պրոշյանցի եմ, այդպես մինչև վերջ, ես ասում եմ, դեմ չեմ մեր Պրոշյանը գյուղ է, ես Պրոշյան գյուղի բնակիչ եմ, բայց իրենք իրավունք չունեն սահմանափակելու մեր տեղաշարժի իրավունքը։ Բոլոր ժամանակներում Պրոշյանը ուղիղ կապ է ունեցել Երևանի հետ։ Եվ այսօր կյանքը առաջ է գնում, իսկ իրենք ուզում են մեզ հետ շպրտել, չգիտեմ։ Եթե մի քիչ խորանանք, պարզ է պատճառը որն է, որ մենակ սոցիալականի մասին մտածենք մենք, ուրիշ բանի մասին մտածելու ժամանակ չունենանք։ Ես այդպես եմ որակում, գուցե ինձ հետ համաձայն չլինեն, բայց Տիկին Մարիամ, քանի հոգով եք, ես ուղղակի ուզում եմ հասկանալ, գիտեմ, որ շաբաթ օրը, երբ որ ապրիլի 5-ին Պրոշյանի եւ Քասախի մեր հայրենակիցները փակել էին ճանապարհը, հետո որոշվեց, որ ճանապարհը բացվում է, բայց խումբ է ձևավորվում, որը պետք է այսօր ժամը 17:30-ին կառավարության շենքում հանդիպում ունենա։ Հիմա քանի հոգով եք այդ խմբում, քանի հոգի կան։ Պրոշյանից 15-ն են, Քասախից 10-ն են, չգիտեմ, ասել եմ, որ 10-ն են, հստակ չեմ կարող ասել։ Երևի 25 հոգանոց խումբը պիտի հանդիպի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարի հետ։ Իսկ դուք ընդհանրապես ինչ որ մտքեր ունեք, եթե ձեզ ինչ որ պայմաններ առաջադրեն, մոտավոր գիտեք, որ ինչ պայմանի դեպքում ինչ կլինի, որովհետև կարծում եմ շատ ինչ որ պետք է էլի հասկանալ, թե ինչ պայմաններ կառաջարկեն եւ ընդհանրապես երթուղիների համար ինչ առաջարկ կլինի կառավարության կողմից։ Ես ասել եմ, լուրջ ակնկալիք չունեմ, իրենք կարող են խոստումներ տալ, մենք դեմ չենք, որ պարոն Ծառուկյանին պատկանող այդ մուլտիգրուպ է, մուլտիտրանս գազելները Պրոշյան գան, բարով գան, բայց դա եթե լինի, պետք է լինի 25-ին զուգահեռ, ոչ թե 25-ը դուրս գա երթուղուց եւ դրանից հետո սպասարկի այդ մուլտիտրանսը։ Եթե նորից եմ կրկնում, եթե հանկարծ մեզ բացասական պատասխան տան կամ լղոզված պատասխան, ինձ այստեղ գալ երաշխավորներն ասեմ, թե ինձ առաջարկող մարդիկ ասել են, որ իրենք պատրաստ են պայքարը շարունակել եւ այդ պայքարը կլինի կամ Երևան աշտարակ խճուղին փակելը, կնստեն ճանապարհի մեջտեղում եւ կամ ոտքով կգան Երևան։ Այն էլ նորից խճուղում մեջտեղով, քայլելով կգան Երևան։ Եթե իրենց իրավունքները սահմանափակվում են, իրենք էլ կսահմանափակեն ուրիշների տեղաշարժի իրավունքը եւ վերջ։ Այսինքն դուք կարծում եք, եթե այսօր սպառիչ պատասխան չունեցաք կամ կառավարությունը ձեր այս լիազորված խմբի անդամներին այն սպասելիքներով, որ եկել եք, սպասելիքները բավարարված չլինեն, հենց վաղվանից արդեն դուք կդիմեք այդ քայլին, թե կգնաք բնակիչների հետ նորից կվերլուծեք այսօրվա այդ պատասխանը եւ նոր արդեն հայտարարություն միգուցե անեք, չգիտեմ։ Ճիշտն ասած հստակ այդ հարցին պատասխան չեմ կարող, բայց ես գիտեմ, ինձ ասել են, որ եթե չի պահպանվելու երթուղին, հիմա մենք ասել ենք, մեզ ասել են, որ գալիս ենք պահանջելու, որ 25 համարի երթուղի ավտոբուսը պիտի դուրս չգա երթուղուց, պիտի նույն երթուղով աշխատի։ Իսկ եթե երթուղին մնա, բայց գինը թանկանա, ինչպես ասում արդեն թանկացրել են, իրենք արդեն իսկ հիմք չունեին ընդհանրապես քաղաքային տրանսպորտը 150 դրամ դարձնելու, որտեղ իրենք առանց հիմնավորման թանկացրին, իհարկե սկզբում 300 ասացին, հետո էժանացրին, ուղղակի հիմա դարձյալ որպես իմ կարծիք կոնկրետ շեղվում եմ, ներսում կաշխատեմ ինձ ուղարկածների կարծիքը արտահայտել, եթե Երևանի բնակիչները հետևողական լինեին եւ մինչեւ վերջ պայքարեին, բողոքի ակցիաները շարունակեին ու չվճարեին, սրան չէր հասնի, ինչպես Պրոշյանում
մնացած գյուղերում եւս, որտեվ այս նույն կարծեմ կարգավիճակում պիտի հայտնվեն, արդեն իսկ հայտնվել են Պրոշյանը, Քասախը, Զովունին, մյուս կողմից երևի Զվարթնոցը, Մերձավանը, Փարաքարը, չգիտեմ, ու շատ մոտ այս կողմից Արինջ գյուղը եւ այլն, բոլորներ նույն վիճակում են հայտնվելու եւ ուղղակի մարդիկ պիտի միավորվեն եւ ասեն բոլորս միասին մի քանի տասնյակ հազար մարդիկ կլինեն, թողան կառավարության շենքի մոտ նստեն կամ էլ բոլոր ճանապարհները փակեն, օրինակ, ես ճիշտը դա կհամարեմ։ Տիկին Մարիամ, իսկ չեք կարծում, որ երբ որ Երևանում սկսվեցին բողոքի ակցիաները ընդդեմ տրանսպորտի թանկացման, դա փետրվարի 1-ն էր, միգուցե հենց մարզի բնակիչներն էլ միանային եւ դա հասկանալով, որ եթե Երևանից սկսվել է, մի օր հերթը հասնելու է նաեւ շրջաններ։ Դարձյալ ասեմ, եթե խոսքը ինձ է ուղղում, ես իմ որդին ասում է, ես վերջին սամուրային եմ մնացել, ես մինչև վերջ չեմ վճարել ուղևորց, ես 150 դրամին դեմ եմ եղել, որովհետև երբ 25 համարը մտել է երթուղի, 100 դրամ է եղել արժեքը եւ առանց որևէ հիմնավորման, առանց բարեփոխման, ինչ որ բան բարեփոխելու, իրենք առանց հիմնավորելու դարձել են 150 դրամ եւ ես կարծել եմ, որ 150 դրամ չարժ է ավտոբուսը եւ մի քանի անգամ մոտեցել, ասել եմ կներեք 100 դրամ կարող եմ վճարել, որտեվ իմ կարծիքով դա այդքան արժե, որովհետեւ երբ թելսել քաշեցինք 100 դրամ գցեցի, որպեսզի տեսնենք աշխատում է թե ոչ, 3 օրվա ընթացքում այդ գումարը կորավ։ Հետո եթե վերցնում ես նորից կտրոնները, այդ QR կոդ կոչվածները նորից 3 օրվա ժամանակ ունեն, իսկ հիմա 150 դրամ արժեցող կտրոնը երբ վերցնում ես, մի անգամ մի կտրոն չես կարողանում վերցնել, երկուսը պիտի վերցնես։ Այսինքն ուզում են ինձ շահագործել։ Իսկ ես մտածում եմ ինձ շահագործելու իրավունք չունեն եւ ես թույլ չեմ տա։ Հիմա բայց վատ վիճակում հայտնվեցինք եւ ոմանք ինձ քննադատում են, որ տես 150 դրամը չվճարեցի, հիմա տեսեք ինչ է, բայց ես միևնույնն է, եթե մտածում եմ ճիշտ եմ վարվում, այդպես եմ վարվում։ Նույնիսկ ես մի անգամ փաստաբանին մոտեցել, ասել եմ պատրաստ եմ 15000 դրամ վճարել տուգանքը, չեմ վճարի ես 150 դրամ, պատրաստ եմ 15000 դրամ տուգանքը վճարել, բայց փաստաբան կվարձեմ, որպեսզի ինձ պաշտպանի։ Իսկ միգուցե մեր հայրենակիցներին նաև եթե իհարկե ցանկանաք կոչ անեք, որ սա համախմբի մեր բոլոր հայրենակիցներին եւ որովհետեւ տրանսպորտի խնդիրը կա եւ Երևանում, հիմա արդեն Քասախում, Պրոշյանում, դուք նշեցիք Զովունիում եւ այսպես շարունակ, միգուցե ընդհանուր ժողովուրդը գիտակցի, որ հատվածային պայքարը եւ հատվածային բողոքը որևէ արդյունք չի տալի, պետք է միասնական ոտքի կանգնել եւ այս հարցին լուծում տալ։ Ուշ թե շուտ այս ուխտը չոքելու է բոլորի դրանը եւ շատ շուտով բոլորը կարող են համոզվել, որ գալիս եմ ներողություն, պիտի համոզվեն, որ տրանսպորտի հարցում, գույքահարկի հարցում ինչ որ ժամանակ իրենք բախվելու են այդ հարցերին եւ ավելի լավ է ինչքան հնարավոր է շուտ իրենց իրավունքներին տեր կանգնեն